որ ընդհանրապես եկեղեցու հանդեպ Նիկոլ Փաշինյանը եւ իշխանությունը միշտ քննադատական խոսք են ասել, նորություն չի։ Նորություն է բառամթերքը, այն բառապաշարը, որով հիմա իրենք խոսում են եկեղեցու մասին։ Ինչով է պայմանավորված եւ ընդհանրապես ինչպես է գնահատում այս ամեն այս շրջանում, ինչու եկեղեցին։ Դե պարզ է ինչու եկեղեցին, գիտեք, երբ որ ժամանակին Ռուսաստանում այդ խումբը ստեղծվեց, կոչվում էր Pussy Riot եւ փորձում էր վարկաբեկել ուրեմն եկեղեցին, ինձ համար այդ բայց պարզ էր, որ նույնը արվելու է Հայաստանում, այսինքն խմբեր, որոնք որ ոնց որ քննադատական ասելիք ունեն եկեղեցու մասին, իրենք փորձելու են շատ էպատաժ ձևերով ուրեմն հանրությանը ինչ որ այդ քննադատությունը հասցնեն եւ մի փոքր ուշացումով, բայց Հայաստանում էլ դա սկսվեց, դա նոր չի, որ իրանք եկեղեցու դեմ են խոսում։ Հիմա դա իրանք գաղափարախոսություն չեմ կարծում, որ իրանք ունեն գաղափարախոսություն, որ Յակոբինների կամ բոլշևիկների նման դուրս են գալիս եկեղեցու դեմ, այստեղ մի ուրիշ խնդիր կա, այդ ուրիշ խնդիրը մեր հարևաններն են, իրենց պատկերացմամբ մեր ինքնությունը իրենց համար տոքսիկ է, այսինքն իրանք ուզում են հայկական ինքնությունը փոխել այնպես, որ այդ ինքնությունը լինի ընդունելի ուրեմն Ադրբեջանի եւ Թուրքիայի համար։ Ինչ է դրա համար պետք է անել։ Դրա համար պետք է հանել բոլոր հյուսությունները, ոնց որ քանդես այդ ինքնությունը եւ փորձես նոր ռևիզիա արած ինքնություն, որտեղ պատմությունը այլ ձևով պետք է լինի, կրոնը լրիվ այլ դեր պետք է ունենա։ Իմ կարծիքով նաեւ իրանք ուրեմն իրանք հետևում են այդ բանջներին համապատասխանելու այդ ծրագրին, որ իրանք իրենց էլ են համոզել, որ դա է ճիշտ ձևը խաղաղության հասնել, այսինքն մենք եթե ուզում ենք, որ թուրքերը մեզ հանգիստ թողնեն, մենք պետք է այդ ամենը անենք, պատմությունը վերանայենք, դե բոլոր խմբերին, որոնք որ խանգարում են ինչ-որ ազգայնական կամ դե պարզ է, որ արժե համակարգներ գալիս է ուրեմն կրոնից հետ էլ պետք է քանդվի, դրա համար էլ մի այլ խնդիր էլ ունի քաղաքական, խաղաղության պայմանագրի հնարավոր ստորագրմանը խանգարում է այս փուլում եկեղեցին նաև։ Դե չի ասի հենց ստորագրմանը, բայց պարզ է, չէ, որ ադրբեջանցիք ասում են, որ դուք դեր ունեք ռևանշիստ ուժեր, ռևանշիստը sense պետք է լինի, ռևանշիստ ուժեր, դուք չեք համապատասխանում մեր պատկերացրած տարածաշրջանում խաղաղության, դրա համար միջև դուք չփոխեք ձեր սահմանադրությունը, ձեր պատմական ուրեմն պատկերացումները ձեր մասին, ցեղասպանությունը, անցյալը Եվ պարզ է, որ եկեղեցին նաև խոչընդոտ է, միջև այդ ամենը չանեք, չի լինելու խաղաղություն, էս է։ Բացի դրանից ներսի քաղաքական խնդիրել ունեն իրանք, որովհետև իրանց ուրեմն վարկանիշները շատ ցածր են, իսկ այն ինչ որ ես եմ տեսել վերջերս հարցումները, ցույց են տալիս, որ եկեղեցությունը շատ ավելի բարձր է եւ այս բանը երևի ամենաբարձրն է։ Ամենաբարձրն է։ Դրա համար ինչ պետք է անես, դու պետք է հարվածես եկեղեցուն, որովհետև կպարզվի, երբ որ կգա ընտրության օրը, որ ընտրողները կանանեն ինչ որ իրանց ոգևոր ուրեմն հայրերը իրանց կոչում են անել։ Այսինքն իրանք տեսնում են նաև քաղաքական վտանգ այստեղ։ Քաղաքական հակառակորդ են համարում, որովհետև տեսեք, այդ մասն իրենք ուղղել են ասում էին վերջին շրջանում հոգևոր դասը քաղաքական գործընթացներին է խառնում, քաղաքականություն է թելադրում եւ իրենք պետք է պատրաստ լինեն նաեւ քննադատության։ Այսինքն իրենք այս մատնանշելով նկատի ունեն, որ եկեղեցին իրենց քաղաքական հակառակորդ է դարձել։ Այո, ինչ որ չափով, այո, իհարկե, որովհետև դա ել եմ ասում, դա միակ ուժն է այսօր, որը ունի շատ բարձր վարկանիշ։ Եթե իրանք ունենային կուսակցություն եկեղեցին, ես համոզված եմ, որ իրանք արդեն ստացել էին թե impeachment-ի հնարավորությունը, ամեն ինչ, այսինքն ես տեսել եմ 75%-ից ավել է։
Դա շատ լուրջ թիվ է։ Դա մյուսը որ հենց այդ է պատաժային ոճով, այսինքն իրանք ես այդ Pussy-Riot-ին երբ որ ասում եմ որ իրանք էլ է պատաժով էին դրան ուզում հասնել, այսինքն օգտագործել այն ուրեմն բարապաշարը, որը որ խոսքին դոգներ օգտագործում, հա, այդ իջացնել այդ բարապաշարով, բերել եկեղեցուն, որ եկեղեցին էլ այդ մտնի իրանց այդ բանավեճի մեջ, ու իրանք այդենց ցեխը ցփեն եկեղեցու վրա։ Հիմա այստեղ մի այլ խնդիր էլ կա, տեսեք, եկեղեցին առանձնացած պետությունից, հա, ոնց որ շայս մեր համանդությունում հատուկ ուրեմն նշվում է դերը եկեղեցու եւ այլն, բայց եթե Փաշինյանը ունի ինչ-որ ապացույցներ եւ պարզ է, երբ որ քաղաքական գործիչը մտնում է այդպիսի մեղադրանքներով հնչեցնում, հանրայնացնում եւ այդ ոճով, պարզ է, որ ուշ թե շուտ իրան հարցնում են, բայց ինչի վրա է հիմնված, այդ ոնց է այդպես բաներ խոսում ընդհանրապես։ Նա էլ ասել է ունեմ ապացույցներ, եթե ինքը ունի, նույնիսկ եթե չի ցույց տալու։ Եթե ունի ապացույցներ, ուրեմն այդ ապացույցները ինչպես են ստացվել, ուրեմն իրանք մեր ԱԱԾ-ն, չգիտեմ ով, ստացել են այդ հրամանը, հավաքել են տվյալներ, գաղտնալսում ա եղել եւ այլն։ Այո, իրանք կարող են ասել, որ ըստ օրենքի է այդ ամենը արվել, բայց այդ օրենքները իրանք են ընդունել այդպիսի ձևով, որ ում ցանկանան, կարան ասեն, որ բավարար կասկածներ ունեն եւ կարան սկսեն գաղտնալսել։ Սա աննախադեպ է, փաստորեն ես չեմ կարող պատկերացնել ժողովրդավարական երկիր, որտեղ այդպիսի բան։ Այո, եթե դատավորը տալիս է այդպիսի թույլտվություն, կարող են այդպիսի բաներով զբաղվել, բայց դատավորը չի կարող այդպիսի թույլտվություն տա, եթե չկա գործ։ Չէ կարող ինչ ասեմ, գաղտնի տվյալներ հավաքել եւ հետո այդ տվյալները օգտագործել քաղաքական շանտաժի համար։ Սա շատ տհաճ բան է, հասկանում եք, քաղաքական առումով շատ տհաճ է։ Ես չգիտեմ ինչպես է, հույսով եմ, որ եկեղեցին կպատասխանի, Հենց պատասխանին կապված, պարոն Մարտիրոսյան, տեսեք, առանձին հոգևորականների բավականին սուր հայտարարությունները մենք տեսանք այս օրերին, բայց եկեղեցին հավաքական առումով դեռ պաշտոնապես չի պատասխանել այս գրառումներին։ Ինչ է կարծում, ինչպիսին պետք է լինի այդ պատասխանը։ Ոմանք կարծում են, որ վերջ համբերության բաժակը լցվել է, եկեղեցին կտրուկ գործողություններ պիտի անի, կտրուկ հայտարարություններ պիտի անի։ Ինչ դրսևորում պիտի ունեն այդ պատասխանը։ Չգիտեմ, տեսեք, երբ որ մարդիկ սպասելիքներ ունեն ինչ-որ կտրուկ գործունեությունի, իրանք պետք է հստակեցնեն, ինչ կտրուկ գործունեություն եք սպասում դուք եկեղեցին։ Եկեղեցին կարա դիմի այն հայերին, որոնք որ համարում են իրենց հայ եկեղեցու քրիստոնյա, հա, եւ ասի ինչ դիրք ունի այս ամենի վերաբերյալ։ Ավելին իրանք չեն կարող անել, որովհետև իմ կարծիքով ոչ պարոն Փաշինյանը, ոչ իր պարտնյորը, ճիշտ այդ ձևը երևի հա ասել ոչ թե կինը, այլ պարտնյորը, ոչ էլ իր պարտնյորը պատկանում են հայ եկեղեցական բանին, հա, այսինքն կարող է իրանք ասում են քրիստոնյային, բայց ես չգիտեմ, իրանք պատկանում են նույնիսկ կնքվել են հայկական եկեղեցում։ Այսինքն ես չեմ կարող պատկերացնել, որ մեկը կնքված լինի հայկական եկեղեցում, հետևի գոյներեն նվազագույն կարգով ծեսերին եւ այդպիսի հայտարարություններ անի եկեղեցու դեմ։ Էլ եմ ասում, խնդիրներ կարող է լինեն, խնդիրներ շատ են եղել, թե կաթողիկ եկեղեցին, թե ուղղափառ եկեղեցիները իրանք խնդիրներ ունեցել են, բայց երբ որ պետությունը անցնում է այսպիսի ինչ-որ գործունեության, սա պետք է բոլոր քաղաքացիների համար անընդունելի լինի։ Ինչու՞, որովհետև սա իրանց է հարվածում։ Եթե իրանք այսպես կարան վարվեն ուրեմն սրբազանի հետ, այսպես կարան շփվեն վեհապարի հետ, ուրեմն իրանց հետ էլ կարան, բոլորի հետ, իրանք կարող են գաղտնալսել, իրանք կարող են ինչ-որ տվյալներ օգտագործել, շանտաժով զբաղվել, ով կարող է իրան անվտանգ զգա այս վիճակում, ոչ մեկ, սա է խնդիրը, մենք ուզում ենք ապրել ազատ եւ ազատ ասելով
անվտանգ եւ որ պետությունը չի զբաղվելու այնպիսի գործերությամբ, որը չի սահմանված սահմանադրությամբ եւ մեր օրենքներով։ Էլ եմ ասում, իրանք կարող ասեն, օրենք կա, ըստ օրենքի են գործել, օրենքն էլ ցույց տան մեզ, բայց այդ օրենքը ընդունվել է իրենց կուսակցության կողմից, որը որ կազմել է փոքրամասնության ձայների շնորհիվ կազմել է մեծամասնություն պարլամենտում, սահմանադրական մեծամասնություն։ Սա ամենամեծ թերությունն է մեր համակարգային, քաղաքական համակարգային, երբ որ փոքրամասնության ձայներով քաղաքական ուժ կարա ձևակերպի մեծամասնություն, ընդունի որևէ օրենք իրանց կամաճույքին հետևելով եւ հետո օգտագործի ընտրելի բանով, մոտեցումով օրենքները քաղաքացիների դեմ կամ իրանց ընդդիմախոսների դեմ։ Իրենք չեն ուտում, որ փոքրամասնություն են, ասում են, որ մեզ 680,000 քաղաքացի է ձայնի իրավունք։ Այո, դա փոքրամասնություն է, որովհետև ընտրողների թիվը Հայաստանում հասնում է մոտավորապես 2 միլիոնի։ Դուք ստացել եք, եթե դուք խոսում եք մանդատի մասին, դուք մանդատ ստացել եք 25%-ի, մի քիչ ավել, 25% ընտրողների։ 25% ընտրողները չեն կարող ձեզ տալ այդպիսի մանդատ, որ դուք ունենաք հնարավորություն սահմանադրություն փոխեք։ 25%-ը չի կարող ձեզ տալ նույնիսկ իրավունք օրենքները փոխել այնպես, ինչպես դուք եք փոխում, առանց որևէ ընդդիմության մասնակցության, առանց որևէ հնարավորության ընդդիմությունը նույնիսկ իր առաջարկած օրենքները մենք ունենք որևէ մի օրենք, որը ընդունվել է ուրեմն ազգային ժողովում եւ ներկայացված է եղել ընդդիմության կողմից։ Ոչ, իրանք ինչ ուզում են ու ընտրում են։ Իրանք ընտրում են օրենք, որով Հայաստանը պետք է անդամագրվի Եվրոմիությանը, հետո հելնում ասում են, ոչինչ, այդ օրենքը ոչինչ, մենք տենց նպատակներ չունենք։ Դուք հասկանում եք ինչի մասին է խոսքը գնում։ Սա ոչ թե հանրապետությունը, սա կիսա բռնապետ, ինչ որ մի միավոր է, հասկանում եք։ Որտեղ միապետը ինչպես ուզի այնպես էլ կառավարում է։ Դուք ինչ եք կարծում, պարոն Մարտիրոսյան, այս վեճը հերակա հակամարտությունը պետության ղեկավար կամ ավելի ճիշտ իշխանություն եկեղեցի ինչով կավարտվի, այսինքն քանի որ դուք նշեցիք, որ Փաշինյանն իր իշխանությունը ոչ մի բանի առջև կանգ չեն առնի, կոմպրոմատներով կաշխատեն նաև, հնարավոր է այստեղ այդ պայքարը այնքան թեժանա, որ եկեղեցու հետ կապված խնդիրներ ստեղծվեն, այսինքն եկեղեցու հոգևորականության պատերազմում էս իրենք պարտված դուրս եկեղեցին պարտված արդեն ստեղծվել են, ես էլ եմ ասում, որովհետև իրենց արածը, իրանք պետք է շատ լավ հասկանան, որ եթե դու դուրս ես գալիս այդպիսի պատերազմի եկեղեցու դեմ, դու պետք է հասկանաս, որ մեծամասնությունը հայերի պատկանում են հենց այդ եկեղեցուն։ Դու անպատվում ես, դու վիրավորում ես մարդկանց, որոնք որ պատկանում են, դու չես պատկանում։ Պարտները չդուք այլ ինչ որ, չգիտեմ, ինչ նույնիսկ սեկտանտ են, ինչ են կամ աթեիստ են, ես չգիտեմ ինչ են իրանք, բայց իրանք չեն պատկանում, բայց դա չի նշանակում, որ մեծամասնությունը չի պատկանում։ Մեծամասնությունը, իսկ իրանք լինելով քաղաքական ուժ փոքրամասնության ձայներով, իրանք դիրքավորել են որպես ուրեմն ազգի հայրեր, որոնք որ հիմա պետքա նոր ինքնություն կերտեն, իրանք պետք է ստեղծեն նոր հային, ինչու, որովհետև դա այդ նոր հայը, իրանք պատկերացրած հայը, պետք է համապատասխանի Ադրբեջանի եւ Թուրքիայի պահանջներին։ Դրսի հայերին ամիջապես կտրում ենք, ասում ենք, որ դուք սփյուռք եք, դուք ընդհանրապես այս սա է, ստեղի քաղաքացիները, այդ ստեղի քաղաքացիներին էլ զրկում ենք իրենց պատմությունից, հարվածում ենք մի այլ կարևոր սյուն, որը որ ոգևոր կյանք կրոնն է մարդու, դրան էլ ենք հարվածում, ինչու դա ես դրա պատասխանը տվեցի, իրանց պետք է անել ամենը, ինչ պահանջվում է Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից։ Այնց հետաքրքիր է, որ այս ամեն ինչը իրականացվում է նաև Ադրբեջանի կրակոցների ֆոնի ներքո, այսինքն Սյունիքում մենք տեսնում ենք արդեն թիրախավորված նաև կրակոցներ եւ ներսում այսպիսի հակամարտություն կա, այսինքն
Սա կարելի է կապել միմյանց հետ, այսինքն ոմանք կարծում են, որ շեղում են այդ գրակոչներից, այսինքն նպատակ կա շեղելու կամ Չէ, այստեղ ոչ թե նպատակա շեղելու, այլ ես կասեի նույնիսկ զուգահեռ գործունեության, որովհետև հիմա իրանք սկսելու են ասել եւ արդեն ասում են, որ այ տեսեք, այո, կրակում է Ադրբեջանը, այո, խնդիրներ ունենք, պարզ է, որ միջև մենք պայմանագիրը չկնքենք, այդ խնդիրները շարունակվելու են, այ մենք ամեն ինչ անում ենք, որ խաղաղություն լինի, որ դուք ձեզ ապահով զգաք, բայց դա անելու համար մենք սա էլ պետք է փոխենք։ Ինչ էր սան, արդեն սահմանադրությունը ինքը փոխում է, ասում է, որ պետք է փոխի, պարզա, որ դա պահանջվում է Ադրբեջանի կողմից։ Ասում են, որ մեր եկեղեցին իրանք ամեն ձև հարվածում են բաներ անում, որովհետև նաև Ադրբեջանը պահանջում է դա։ Ուրեմն սա էլ է ճիշտ անում, որ հարվածում է եկեղեցուն, որովհետև եկեղեցին խոչընդոտ է իր դիրքով, իր ուրեմն ոգևոր ուրեմն բարձունքներով ինքը խոչընդոտ է, որպեսզի անցկացնեն այդ իրանց ծրագիրը։ Իսկ այդ ծրագրի վերջում ինչ է, այդ ծրագրի վերջում այն է, ինչի մասին խոսում է Ալեն Սիմոնյանը։ Իրենց հարստանալու հնարավորությունը ադրբեջանական ուրեմն չէ, ասում է, պետք է սովորեք այդ մտքին, համակերպվեք այդ մտքին, որ ադրբեջանական ուրեմն ապրանք է լինելու Հայաստանում։ Իսկ ինքը ով է, որ պետք է ինձ ասի, ես ինչի հետ պետք է համակերպվեմ։ Ես իրան ոչ ընտրել եմ, իրան նույնիսկ եթե ինքը իր ընտրությունը դնի այս հանրապետությունում, այսպես կոչված հանրապետությունում, միգուցե իր ընտանիքի ձայներն էլ չկարողանա հավաքի։ Ով է ինքը, որ ինձ ասի, դու պետք է համակերպվես։ Որ իրանք արդեն համակերպվել են, դա հասկանալի է։ Իրանք կարող է խավիարել են ուտում Բաքվից, ամեն ինչ էլ իրանք ամեն ինչի հետ արդեն համակերպվել են, մտքերում արդեն համակերպվել են, դա ավելի կարևոր է, դրա համար ինքը մեզ էլ է ասում, պետք է համակերպվեք, ես ուզում եմ համակերպվել մի մտքի հետ, որ խաղաղություն է պետք մեր երկրին, բայց խաղաղությունը չի նշանակում, որ մենք պետք է դա անենք մեր ինքնության հաշվին։ Պարոն Մարտիրոսյան, եւ մեկ այլ թեմայից եմ ուզում կարճ խոսենք, այսօր եւս Ստամբուլում հերթական բանակցություններն են ռուս-ուկրաինական եւ ինչ սպասել, այսինքն երբ որ օրեր առաջ բավականին մեծ հարված է հասցրել Ուկրաինան ռուսական ռազմաբազային, այդպես հա, ռազմաօդային ուժերին, այս բանակցությունների ելքը ինչքան կսպասեցնի իրան, այսինքն բանակցությունների այս ընթացքը ինչ է ուշում եւ հնարավոր է հասնել որոշակի համաձայնությունների, թե ամեն դեպքում դեռ երկար կձգվի հակամարտությունը։ Իմ կարծիքով կձգվի հակամարտությունը, ես հիմա չեմ կարող ասել ինչ է տեղի ունենալու, երկու կողմն էլ փորձում են անել ամեն ինչ, որպեսզի մյուս կողմին պարտադրեն ընդունել իրենց ներկայացրած ուրեմն մեմորանդումը, ես տեսել եմ ուկրաինականը, ինչ են իրենք պահանջում, ես չեմ պատկերացնում ինչպես ռուսական կողմը կարող է համաձայնվի այդ մեմորանդումի կետերի հետ, ռուսական դիրքը պարզ է, դրա լրիվ հակառակն է, փաստորեն շատ կարևոր կետերում լրիվ հակառակ դիրքերից է, մի բանակցություններում դա անհնար լինել, իրանք ոնց որ բանակցում են, որովհետև դա Թրամփին է պետք, բայց նաև անում են ամեն ինչ, որպեսզի կարողանան մյուս կողմին համոզել, ապացուցել, որ եթե չգնաք, մեր պայմանները չընդունեք, վատ է լինելու ձեզ համար, այլ ընտրանքը շատ վատ է, այս պատերազմը ձեզ վատ լինելու, մենք կարող այսպիսի հասցնենք, դա ոչ միայն բազա, դա երկար գծի պայքարը։ Հիմա ինչպես է պատասխանելու ռուսական կողմը, մենք տեսնենք, ինձ թվում է, որ իրանք իմանալով Պուտինին որպես բանակցող, ես կասեմ, որ ինքը կարողանում է սկսել իր հենանալ հենց բանակցությունների օրը իրանք դժվար թե մեծ հարվածը հասցնեն, բայց ես չեմ բացառում, որ բանակցությունները հենց կտապալվեն եւ տապալման ուրեմն պատճառներից մեկը ռուսական կողմը արդեն ներկայացրել է Լավրովը Ռուբիոին, արդեն իրենց կանալներով նաեւ Թրամփին են հասցրել, որ այսպիսի իրանք իրենց
սահմանումը դա աբեկչական գործունեություն է, այսպիսի աբեկչական գործունեություն մենք երբեք չենք ընդունի եւ մենք երբեք չենք ընդունի, որ ուկրաինական կողմը փորձի մեզ պարտադրի։ Մարտի դաշտում այնքան էլ լավ չեն ընթանում ուրեմն գործերը ուկրաինական կողմի համար, չնայած իրանք եթե լսենք իրենց ռոպագանդային, ոնց որ իրանք արդեն հաղթում են համարյա, բայց դու նայում ես միջազգային բաները, տեսնում ես, որ տարածքները ավելանում են, որ իրանք գործնում են, արդեն էվակուացիա իրանք հայտարարել են էվակուացիա արդեն Դնեպրոպետրովսկի շրջանից, Սումիում շուտ էր ավելի, իսկ հիմա արդեն Դնեպրոպետրովսկի շրջանից էվակուացիա բնակչության։ Սա իհարկե շատ վատ նշան է ռազմական առումով ուկրաինական կողմի համար, ինչպես է ընթանալու ամառվա այս ուրեմն արշավը, ես դժվար եմ ասել, բայց մի բան պարզ է, որ մոբիլիզացիոն ռեսուրսը չի հերիքում Ուկրաինային, որպեսզի իրանք կարողանան պաշտպանվել։ Նաև զինատեսակները չեն հերիքում, որ իրանք հոպը բանը կարողանան ապահովել։ Բայց ինչու են իրանք հաջող էս ուրեմն գործունեությունները ծավալեցին հենց ռուսական տարածքում, մենք պատկերացնում ենք, որ այդ դրոնները ոչ թե Ուկրաինայից են թռել հասել ռուսական, այլ հենց Ռուսաստանում, ասում են Չելյաբինսկում ինչ որ միտեղ պատրաստված է այդ ամենը եղել։ Դա նշանակում է, որ իրանք իհարկե շատ լուրջ հետախուզական հնարավորություն ունեն Ռուսաստանում։ Եվ դա պարզ է ինչու, որովհետև երկու երկիրներն էլ խոսում են նույն լեզվով, կարան խոսեն նույն լեզվով, երկու երկրներն էլ ունեն հնարավորություններ ներսից այդպիսի շատ զգալի բաներ, ցավալի բաներ հասցնել իրար։ Ռուսները խուսափել են այդպիսի ուղիղ բաներով պատասխանելը, չնայած զոհերի թիվը ես նկատի ունեմ քաղաքացիական բնակչության, չի անգամ մեծ չի Ուկրաինայում, բայց միևնույնն է, այնպես չի, որ պատերազմը հնարավոր է առանց զոհերի բան, ոչ միայն զինվորն է զոհվում, այլ նաև քաղաքացիները։ Դրա համար իմ կարծիքով հիմա իրանք երկու կողմն էլ ամենուր են ամեն ինչ որ մեղադրեն մյուս կողմին, ինչու չի ստացվում բանակցել, դա պետք է նաև տա հնարավորություն Թրամփին հրաժարվել միջնորդությունից, որի մասին ինքը արդեն շուտվանից խոսում էր, բայց իրան երեսը փրկելու համար պետք էր ինչ-որ մի բան։ Ես չեմ բացառում նաև, որ ռուսական հետախուզական ուրեմն գործունեությունը իմացել է այդ օպերացիայի մասին, բայց իրանք թույլ են տվել, որ դա լինի։ Ինչու՞, որովհետև տեսեք, սա ոչ միայն հասարակ հարված է, սա հարված է այն ուրեմն զինատեսակների, որոնք համարվում են ռազմավարական եւ դրանք մաս են կազմում նաեւ պայմանագրերի Միացյալ եւ Ռուսաստանի միջեւ եւ ըստ ռուսական այսօրվա դոկտրինայի որևէ մեկը հարված է հասցնում այդ ուրեմն միջուկային զենք գրող կամ զինատեսակներին կամ ավիացիային կամ որևէ մի տեսակին, դա իրենց համար արդեն կասուսբելի է, այսինքն իրանք պատերազմ է նշանակում իրանց համար։ Ես չեմ բացառում, որ դա կարող է պատահել, ես չեմ ասում, որ դա այդպես է, ես չեմ բացառում, որ իրանք իմացել են, ասել են դե թող հարվածեն, իսկ մենք դա կօգտագործենք, որպեսզի Թրամփին տանք երեսի փրկում, որ ինքը դուրս գա այս բանից, ասի դե տեսեք ինչ են անում, տանում են դեպի միջուկային պատերազմ։ Ես չեմ ուզում դրա մասնակից, ես փորձեցի, տեսակ ես ինչպես էի տրամադրված, ամեն ինչ արել եմ, բայց եթե կողմերը պատրաստ չեն, թող շարունակեն պատերազմել, մենք չենք ուզում ներքաշված լինենք երրորդ համաշխարհային միջուկային համաշխարհային պատերազմի մեջ։ Սա շատ հնարավոր է, ես էլ եմ ասում, ես չեմ պնդում, որ դա այդպես է, բայց չեմ բացառում նաև, որ հնարավոր այդպիսի բան եղել է։